Հայաստանի և աշխարհի առաջատար տեխնոլոգիական, գիտական ու նորարարական առաջնորդներին Երևանում միավորել է Սիլիկոնային սարեր 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը կրում է արհեստական բանականության անատոմիա խորագիրը։ Գագաթնաժողովի բացմանը ներկա է նաև վարչապետը, իր ելույթում ընդգծում է. Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում տեխնոլոգիաների նկատմամբ վերաբերմունքի ձևավորման փուլ է և տեխնոլոգիաների օգտակարության գործակից ավելացնելու ճանապարհին շատ կարևոր է ճիշտ ընկալում և վերաբերմունք ձևավորել հանրության շրջանում տեխնոլոգիաների նկատմամբ և դրանց օգտակար գործակիցը հասանելի դարձնել մարդկանց։ Տեխնոլոգիաները եղել են կան և շարունակելու են մնալ մարդու կյանքը լավացնելու, բարեկեցության աստիճանը բարձրացնելու միջոց և այդպիսին եղել են միշտ, չնայած մենք հիմա ասում ենք, որ տեխնոլոգիաները բերում են մարտահրավերներ և սպառնալիքներ, բայց այս երևույթը նույնպես նորություն չէ։ Բոլոր տեխնոլոգիաները իրենց հետ բերել են սպառնալիքներ և մարտահրավերներ։ Կարևորելով հնչած այն միտքը, որ արհեստական բանականությունը և ընդհանրապես տեխնոլոգիաների հետ առնչությունները կանխորոշում են Հայաստանի Հանրապետության ապագան, վարչապետը հավելել է, որ այդ պնդումը նույնքան ճշմարիտ է հնչում աշխարհի բոլոր երկրներում։ Կարծում եմ ակնհայտ է, որ մեր կառավարության քաղաքականությունն է աջակցել տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտների և ոլորտի զարգացմանը և վերջերս առիթ ունեցել եմ, այսօր էլ շատ պատեհ եմ համարում պարզաբանել, թե որոնք են այն գործիքները, որոնցով կառավարությունը ուզում է և աջակցում է և ռազմավարական ընկալում ունի տեխնոլոգիաների զարգացմանը աջակցելու առումով։ Ես կարող եմ հիշատակել առաջին 3 քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Դրանցից առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է։ Հաջորդ քայլերը թվարկելով կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները։ Բայց հարց է ծագում, թե ինչ է պետք անել և ինչ է պետք ունենալ լավ ենթակառուցվածքներ, կարգավորումներ և քաղաքականություններ մշակելու և ունենալու համար։ Կարծում եմ այստեղ էլ պատասխանը նույնն է։ 3 բան է անհրաժեշտ՝ կրթություն, կրթություն և էլի կրթություն։ Իսկ ինչ է անհրաժեշտ լավ կրթական համակարգ ունենալու համար։ Դրա համար էլ նույն բանն է անհրաժեշտ՝ լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ և կարգավորումներ, հավելում է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով սրա մեջ իհարկե կա քաղաքական կարգախոս և քաղաքական ընկալում, բայց այս քաղաքական կարգախոսը, ընկալումը և ռազմավարությունը մեզ համար կյանքի հետ առնչվելու փորձի արդյունքում ձեռք բերված իմացության արձանագրում է։ Իհարկե, նման դեպքերում շատերը ասում են և փորձում են լրացնել կամ հարցադրում են անում, թե կարծես թե մենք մոռացանք մեկ ուրիշ կարևոր բան և խոսքը փողի մասին։ Իհարկե փողը շատ կարևոր է, բայց ես էլի ուզում եմ անդրադառնանք հարցին, իսկ ինչ է հարկավոր փող ունենալու համար։ Կառավարությունը այս հարցին էլ ունի 3 պատասխան։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Իհարկե, դեմ չեմ, գուցե եղել են ժամանակներ, որ այս հարցին կարելի էր ուրիշ 3 պատասխան տալ, օրինակ նավթ, գազ, ոսկի, բայց հիմա նույնիսկ փող ունենալ-չունենալու հարցը, աշխատանք ունենալ-չունենալու հարցը, բարեկեցություն ունենալ-չունենալու հարցը մեր ընկալմամբ ունի 3 պատասխան։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Եթե բարեկեցություն եք ուզում, ոչ թե դուք փնտրեք աշխատանք, այլ այնպես արեք, որ աշխատանքը ձեզ փնտրի, նշում է վարչապետը։ Այս համատեքստում նա ընդգծում է տեխնոլոգիական ոլորտի ներդրումը հանրակրթության ոլորտում։ Համոզված եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, որն ապահովելու է մեր պետության զարգացմանը, անվտանգությանը, բարեկեցությանը, հարատևությանը անհրաժեշտ 3 հիմնական նախապայմանները։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն, ամփոփում է պետության ղեկավարը։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։